Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է, ելույթս ուզում եմ նվիրեմ բոլոր զոհերին ու նրանց, ովքեր որ նահատակվել են ատելության պատճառով։ Շնորհակալություն։ Ես մեծ պայքար կնեմ, բայց հոմոֆոբների կողմից միանում եմ այդ պայքարին։ Հոմոֆոբների կողմից։ Այո։ Ատելության կողմնակից։ Այո։ Հարավից Իրանը, արևմուտքից Թուրքիան, արևելքից Ադրբեջանը, հյուսիսից մի փոքր Վրաստան, որի հետ այդքան էլ լավ ընկերներ չենք, այս էշ կառավարության պատճառով թիվս այլ բաների, վերևից Ռուսաստանը, որը Հայաստանը դիտարկում է որպես իր գուբերնիա, մի կտոր հող իր ազորքի համար, ու այդ ամենի մեջտեղում փոքրիկ Հայաստան, որում էլ գտնվում եմ ես։ L'étendard sanglant élevé, l'étendard sanglant élevé, entendez-vous dans les campagnes murgir ces féroces soldats, ils viennent juste dans vos bras, égorger vos fils et vos campagnes, aux armes citoyens, formez vos bataillons, marchez, marchez, que sang pur, abreuve nos sillons, aux armes citoyens, formons nos bataillons, marchons, marchons, que sang pur, abreuve nos sillons. Դրոշի դրոշը, դրոշը թող, դրոշը թող, ամեն մարդ Սա նույն ասարականների հպարտության դրոշն է, որի ես բռնելու եմ այստեղ։ Ամեն քաղաքացի Հայաստանի Հանրապետության պետք է ապրի ազատ, բոլորը։ Հավասարությունը բոլորի համար, ազատությունը բոլորի համար, հատկապես որ Պուտինկային ենք դիմավորում, հայտնյա գեյերին ճնշելով, պետք է որ նաև այս դրոշը։ Մի րոպե։ Կյանքի գնով ես սա տանելու եմ։ Եղավ, վերջ։ Մի րոպե, ներքին բոլորը հավասար են, բոլորը ազատ են, չէ։ Facebook-ով եմ իմացել երթի մասին և միացել եմ որպես անհատ երթին։ Ես ինքս նախապես այլ պաստար էի պատրաստել և այդ պաստարով էի գնացել, որի վրա ինքս ուզում էի փոքրիկ դրոշ դնեի ԼԳԲՏ, բայց մոռացա նախորդ օրը շտապելով ուշ գիշերը սարքեցի պաստարը և մոռացա։ Վերջացնեմ հետո
Այսինքն Լալան ինքն է դրոշը բերել, ընդ որում ոչ ոքի չէր ասել, որ դրոշը բերելու է, բայց ես 110%-ով սատարում եմ, ու եթե իմանայի հաստատ նույն ձևով կվարվեի ու մեծ հաճույքով, ուրախությամբ ու պարտությամբ կիսեցի այդ դրոշը նրա հետ, այսպես ասած։ Բարև ձեզ, այստեղ երկուսանցիկ ես պետք է մի գործ լիներ։ Ահա, ես ու երկու ուրիշ ակտիվիստ մեր որտեղ հատված կիմանաք, որտեղ է։ Ցուցակները փակցված են, ամենիշն է գրասենյակից նամակ։ Բարև ձեզ, երկուսանցիկ ես, իմ ու երկու ուրիշ օգու դեմ գործ պետք է լիներ, կասեք որ սենյակում է։ Նույն գործն է, թե դա։ Հա, ոնց որ նույն գործն է, 3-ից միաժամանակ։ Սևակ Կիրակոսյան։ Իսկ ոնց եմ գնում։ 324։ Շնորհակալություն։ Այստեղ կարամ անցնեմ։ Հա, չէ, կարամ անջատեք։ Քեզ կարամ նկարեմ։ Ինձ որպես ոստիկանության ներկայացուցիչ։ Հա, այս սալից դուրս եկավ այն մի բան, տենց։ Իսկ ինքնացկա։ Պատմես մի քանի խոսք։ Ես ասել է հա մի քանի խոսքով։ Ես ասել մի քանի խոսքով իրանք ոչ մի հիմնավորում, ոչ մի բացատրություն չունեին։ Դա արդեն եւ մի հատ բանը խնդրում էին իրաց չնկարել, որովհետեւ իրանք ունենան չափահաս երեխաները իրանց մայրիկների մասին վատ կարծիքներ են լսում ինտերնետում։ Դատավարությունը գնում էր դեկտեմբերի 2-ի ոստիկանությունը հայց է ներկայացրել իմ դեմ, որ ես քաղաքի բնականոն ընթացքն եմ խանգարել։ Եվ դրա այդպես պատճառով այսօր ինձ կանցել են, բայց այդպես էլ ոստիկանության կողմը չկարողացավ նորմալ պատասխան տալ, թե դա վերաբերվում էր քաղաքի կարգ խանգարելու, ընթացքը խանգարելու, թե երթևեկության կանոնները չենթարկվելու համար, այսինքն իրանք այդպես է չկարողացան այդ հարցին պատասխան։ Նրանք ասում են, որ մեզ դա հավաքի ժամանակ այնինչ երևում է, որ մենք ուղղակի նստած ենք նստարանի վրա, այսինքն ինչ-որ մի աբսուրդ իրավիճակ է, մի ուրիշ աբսուրդ էլ է, որ ասում են, որ բանը հավաքի բնականոն ընթացքն է խանգարել, բայց այնինչ չկարողացան պատասխանել հավաքի բնականոն ընթացքը, եթե խանգարել է իր իսկ հավաքի ընթացքն է խանգարել, ուրիշներին է խանգարել, ինչ արել, այդպես չկարողացան պատասխանել։ Իսկ որ տեսանյութը երևում է մեզ 3-ից են բերում, ասենք այս 3-ից sense բերում են։ Ինչի է այնց ստացվում, որ մենակ կոդ են ինչ-որ գործներ կան։ Ճիշտ ասած, ես չգիտեմ, իրանք ասել, երբ բռնում մտածել եմ, ոնց որ նույն ձևի գցում բռնում մտածում են ու բերման ենթարկեն ու չենթարկեն, նույն ձևի գցում բռնում են, ծարվեր երևի դուներ չեմ եկել, չգիտեմ, դուք եկել եք։ Հիմա վերջում ես ձեզնից ուղղակի մի քանի հարցի պատասխան եմ ուզում։ Ցանկալի է ձեռքի կանոնը հիշելով ու ովքեր որ ավելի քիչ են խոսացել, ես ձեզ կքաջերել եմ մի քիչ ակտիվանալ, ով որ պատասխանի ինքը կարա կոֆեից ու չայից օգտվել։ Ով որ պատասխանի կորոշնենք։ Okay, ընդհանուր ինչ էր, ես ինչի մասին ենք այսօր խոսում, այդ մեծ ընդհանուր տերմինը ինչ էր։
Առաջին սուրճ չէ։ Սեռականությունից որ խոսում ենք առաջին բաղադրիչը ինչի մասին ենք խոսում։ Կենսաբանական սեռակ, ռեսկոչայի հեսա կնիչ։ Սեռական կողմնորոշում։ Okay։ Դու մի կողմ իջավ ես արդեն։ Իսկ հաջորդը որն է։ Հաջորդը ինչից խոսացի։ Չեմ տեսնում ձեր ձեռքերը։ Ինքնությունից։ Ընդհանուր խոսացինք սեռական ինքնություն, սեռական կողմնորոշում եւ սեռական վարքագիծ, որոնք այդ ամենը ընդհանուր սեռական կողմնորոշման հետ են կապված։ Ու դրա համար կոկոֆեն դուք ասում ես այսօր Starbucks-ում գենդերային ինքնություններ ասում։ Ու վերջինը ինչից խոսացինք։ Գենդերային վերջինը գենդերային դերներ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Այստեղ ես միշտ սիրում եմ ավարտել այս երկու մեջբերումներով։ Գիտելիքի սկիզբը բացահայտում է ինչ-որ բանի, որը մեզ անհասկանալի է։ Այսինքն կարող է ինչ-որ բաներ ձեզ անհասկանալի եկան, մի քիչ շատ են, չէ՞, շատ բանից խոսացինք, բայց սենց ամեն ինչը սկսվում է։ Այս ամեն ինչը օրինակ ով որ սովորել է կամ ես երբ որ ես պրեզենտացիան սարքել եմ, դա մի օրում չի տեղի ունեցել, դա երկար ժամանակ ա տևել ու դուք ինքներդ էլ ես քաջալերում կարող եք նորից շարունակել, կարդալ։ Մենք նաև ունենք handout-ներ, ուղղակի բնության մասին ողալով այդ handout-ները մենք չենք տպագրում։ Եթե պետք լինի, կարանք print անենք ձեզ տանք, բայց ով էլ որ ուզում է, այս ամեն ինչը կարանք էլեկտրոնային տարբերակով։ Հա։ Այս ամեն ինչը կարանք ունենալ։ Եվ ամենայից սիրելի մեր բերումներից մեկը սոկրատեսի միակ բարի գիտելիքն է, իսկ միակ չարը տգիտությունն է։ Ես ձեզ մաղթում եմ, որ դուք միշտ լինեք բարի մեջ։ Այսքան։ Great.